Գյումրիի կալանավորված քաղաքապետի ու որդու քրեական հոդվածներին երեկ ևս մեկն ավելացավ խուլիգանությունը։ Սա հոկտեմբերից ի վեր Վարդան Ղուկասյանին առաջադրված արդեն երրորդ մեղադրանքն է։ Այսօր արդեն նաև մինչ այդ տնային կալանքի տակ գտնվող Կրտսեր Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց։ Իսկ նոր մեղադրանքի հիմքում դրվել են այս շաբաթ հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին։ Դատարան մտած այս մի գործով Ավագ Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանն ըստ իրավապահների աջակցել է հորը։ Սա նրա պաշտոնավարման նախորդ շրջանին է վերաբերում։ Պաշտոնավարման ներկա շրջանին առնչվող գործը կոռուպցիոն բնույթի է, որի շրջանակում էլ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը հոկտեմբերին կալանավորվեց։ Հետո դրան ավելացավ իշխանության յուրացման կոչը, հիմա էլ այս մեկը խուլիգանություն է։ Տնային կալանքի տակ գտնվող Սպարտակին բան տեղափոխելը փաստաբան Արամայիս Հայրապետյանը ոչ իրավաչափ է համարում։ Առհասարակ չպետք է ընտրվեր, ինքը արդեն անազատության մեջ է, ինքը փաստացի կալանքի տակ է, տնային կալանքն ու կալանքը սահմանադրական դատարաններ նշեց վերջերս, որ դրանք նույն ազատությունից զրկելն է։ Ուղղակի մեկը մի քիչ բարդասիրական սկզբունքներով է զրկվում, մեկը մի քիչ ավելի խիստ։ Հիմա եթե մարդը անազատության մեջ է, զրկված է ազատությունից, քննիչն էլ ասում է Սպարտակ Ղուկասյանը ազատության մեջ գտնվելով, կարող է այս արարքները կատարել։ Հա, եթե ազատության մեջ չգտներ, ձեր մտահոգությունները կայք ներկայացնեք, բայց ազատության մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյան չունենք։ Ինչու է կանձին կալանավորում։ Ինքը ամեն դեպքում անազատության մեջ է, տնային կալանքն էլ է անազատություն։ Սպարտակ Ղուկասյանը հարկադրանքի եղանակով շորտման մեղադրանքով սեպտեմբերից է տնային կալանքի տակ, այն երկարաձգվել էր մինչև հունվար։ Արամայիս Հայրապետյանն ասում է, Սպարտակն այս շաբաթ հակակոռուպցիոն դատարան է գնացել ու վերադարձել ոստիկանների ուղեկցությամբ։ Երեկ էլ ոստիկանները քննչական են ուղեկցել, որ հարցաքննվի, բայց պնդում է, քննչական մտնել չի հասցրել։ Նույն ռեժիմով կրկին ոստիկանության հսկողության ներքո տեղափոխել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Եվ մինչև քննչական վարչության շենք մտնելը ոստիկանության աշխատակիցները հիմա են պարզում, որ ոստիկանության աշխատակիցները շրջափակել են, ձեռնաշղթաներ են գցել եւ հարկադրանքի կիրառելով տարել են։ Սպարտակ Ղուկասյանին վերագրվող խուլիգանության դրվագը չեն ընդունում, պնդելով, որ Կրտսեր Ղուկասյանին հարց չեն տվել, ինքն էլ հարցազրույց չի տվել, ուստի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն անել չէր կարող։ Այն ինչ որ վերագրվում է Սպարտակ Ղուկասյանին, նախ ինքը առհասարակ խուլիգանություն չէ, բացի այդ, այնտեղ Սպարտակ Ղուկասյանին վերագրվում է արտահայտություն, որպեսզի արտահայտություն առհասարակ որևէ մեկի կողմից չի հնչեցվել, այսինքն դա հորինել եւ ասել են, թե իբր նման արտահայտություն է հնչեցվել։ Օրինակի համար ես ասեմ, տեսագրությունների մեջ լսվող ոզդուխ բառը քննիչները մեկնաբանել են որպես այլ բառ, սեռական բնույթի հայոյանք, եւ վերագրել են Սպարտակ Ղուկասյանին։ Խուլիգանության այս հոդվածը նախատեսում է տուգանքից մինչև 2-ից 5 տարվա ազատազրկում։ Հայրապետյանը համոզված է, որ Վարդան Ղուկասյանին այլ մեղադրանքներ էլ կառաջադրվեն։ Նույնիսկ վստահություն ունեն, որ հա շարելու են, որտեղ օրինակի համար կան գործեր, որոնցով գործի նյութերին որ նայում ես, երևում է, որ այլ գործեր են ըստ էության նախապատրաստվում։ Հա, լինելու է դա։ Նախընտրական փուլում համացանցում Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածով։ Այս ձայնագրությունում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը խոսում է Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին եւ հիշեցնում, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել։ Ինքը Ղուկասյանը ուղիղ չի երկում, բայց նաեւ արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը։ Ամիսներ տևած փորձաքննության եզրակացությունն արդեն կա ու ըստ փաստաբանի դրանցում ի վնաս Ղուկասյանի ոչինչ չի հաստատվել, սակայն վստահ են, որ այնուամենայնիվ մեղադրանք կառաջադրեն, ինչպես եղավ Ռուսաստանի հետ միություն կազմելու մասին նրա հարցազրույցի դեպքում։ Փորձագետի եզրակացությամբ ի վնաս պարոն Ղուկասյանի որևէ հանգամանք չի հաստատվել, բայց ես վստահ եմ, որ ակտիվանալու են, ինչպես որ ինքնիշխանությունից հրաժարվելու է իմ համոզմամբ աբսուրդային կոչի որակմամբ քրեական հետապնդում իրականացրին, այդպես էլ հա իրականացնելու է։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, փաստացի հենց վերջին կոպիտ հերքումն էլ նոր մեղադրանքի հիմք դարձավ։